Պարոն Օպինյան, դուք նշում եք, որ եթե ընդդիմությունը գա խորհրդարան տեսնելու այստեղ հանդիպելու, Նարեկ Կարապետյանի հետ կապված ինչ-որ դաստիարակչական աշխատանքների մասին եք խոսում, բայց նիստը սկսվեց դուք ձեր դիրքավորումը փոխեցիք, այս հետքային ինչով եք պայմանավորված կառուցողական աշխատելու առաջարկել։ Ոչ մի հետքայլ չկա, ես ինչ ասել եմ տեղի է ունենում եւ եթե նկատել եք նիստերը անցնում են շատ քաղաքակիրթ, չափված ձևված, բարեկիրթ, մեծամասամբ եւ հետեւաբար իմ գլխավոր նպատակը, որ ես դրել եմ իմ առջեւ, առնվազն այս պայդրությամբ կատարված է։ Չէ, ինչ ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը, որ դիմադիրներին արդեն ասում են։ Բայց ես ձեզ երբևէ ասել եմ, որ կան կոպտելու եմ իրանց, ես դες բան ասել եմ։ Պարոն Կիրակոսյան, մարդկանց քո ուզած դաշտ, իսկ իմ ուզած դաշտը լավ դաշտ է, բարեկրթության դաշտն է, բերելու տարբեր ձևեր կան եւ ամենևին միայն կոշտ եւ կոպիտ մեթոդներով այդ ձևերը չեն սահմանափակվում։ Շնորհակալություն, Ռոզաննա, համեցեք։ Պարոն Բինյան, նախ մի հստակեցում, դուք ասել եք Թորդան դասյարակել, հասկանալ դասյարակության բարեկրթությունն է դեր ասած, սա հստակեցեք, եւ հիմնական հարցը շատ քննարկվեց դահլիճում ձեր քննարկում պետական քննարկման ժամանակ տարբեր պաշտոնյաների աշխատանքի ձեր հարազատների աշխատանքի հետ կապված ըմբել են ձեր հովանավորությունը եղել է թե չէ, գիտեք նաեւ ձեր կինն է ազգային ժողովում աշխատել, շարունակելի աշխատել ազգային ժողովում։ Շնորհակալություն։ Առաջին մասով կրկնում եմ, իմ նպատակը եղել է եւ շարունակում է մնալ հետեւյալը, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում առնվազն տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ։ Ես կարծում եմ, որ թու այս երկու օրերը վատ չի ընթանում եւ իմ գոհունակությունն եմ հայտնում այդ առումով։ Ես ինչպես իմ ելույթում եմ նշել, ես ընդդիմությանը առաջարկել եմ այս տրամաբանությամբ, բայց նաեւ ասել եմ, եթե ընդդիմությունը ընտրի այլ տրամաբանություն, մենք առավել քան պատրաստ ենք նաեւ այլ տրամաբանության եւ ես ուրախ եմ, որ դրա կարիքը մինչեւ պահ չի եղել։ Իմ կինը ազգային ժողովում աշխատել է ինձնից առաջ, այսինքն երբ որ ես դեռ այստեղ չէի, ինքը այստեղ աշխատում էր, հիմա դեկրետի մեջ է իմ կինը եւ ամենայն հավանականությամբ դեկրետից հետո չի վերադառնա այլևս ազգային ժողով։ Շնորհակալություն։ Համեցեք։ Առաջին հարցը վերաբերում է գերիներին և կանաններին, հիմա որպես խորհրդարանի նախագահ չեք պատրաստվում անել, կամ որոշակի քայլեր, որ պատրաստվում եք իրականացնել այդ ուղղությամբ եւ այդ թուրքական բանակցությունների հետ կապված որպես հատուկ բանագնաց։ Ինչ փուլում եք թողել այդ բանակցությունները, այդ տարիների ընթացքում ինչ ձեռքբերում ունեցավ բանակցությունների ընթացքում եւ ում եք համարում ձեզ արժանի փոխարինող, որ կարող է այդ բանակցությունները շարունակել ձեր թողածքից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ 3 հանգամանալից համ ելույթի մեջ եմ խոսել, հարցերին ի պատասխան եմ խոսել, կարող եք ուղղակի հետ տալ նայել, ձեր հարցի պատասխանը կա։ Ինձ թե ով պիտի փոխարինի, չգիտեմ, չեմ մտածել, եթե կառավարությունը իմ խորհրդի կարիքը ունենա կքննարկենք, բայց այդ հարցը կառավարության տիրույթում է։ Գերիների եւ այլ պահող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է, այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք եւ այդ աշխատանքը երբեք չի դադարում։ Դուք գիտեք կամ եթե ուզում եք նկատում եք իհարկե կամ նկատել եք, որ եղել են ամիսներ, երբ որ որևէ շարժ չի եղել, էլի քննարկումներ եղել են դրա մասին, դե որ կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ մեկ էլ մի օր վերադարձել են հերթական գերիներ։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա եւ բնականաբար մենք էլ խորհրդարանական մակարդակում ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ կաշխատենք։ Շնորհակալություն, Շորիկ։ Պարոն Բինյան, ես ուզում եմ հարցնել խորհրդարանում բարեկիրթ բանավեճ, բայց սուր բանավեճ ինչպես դուք եք ձևակերպում ունենալու ձեր մտադրությունը, այս նախաձեռնությունը, որով դուք հանդես եք գալիս Երևանից, դա անձնապես ձեր մոտեցումն է, թե դուք դա քննարկել եք նաև վարչությունում, վարչության նախագահի հետ, որ փորձեք այս խորհրդարանը դարձնել ավելի նախորդից առնվազն տարբերվող այդ միջավայրի եւ խոսույթի առումով, սա ձեր որոշումն է, թե ընդհանուր քաղաքական թիմի վարչության որոշումն է,
Եվ ուզում էի նաև իմանալ նախորդ խորհրդարանում հաճախ խորհրդարանը հայտնվում էր նաև քննադատությունների թիրախում այդ պարգևավճարների ֆոնդի հետ կապված, այս հարցում ինչ-որ մոտեցման փոփոխություն լինելու է, թե դուք շարունակելու եք այն նույն տրամաբանությամբ, որը գործել է նախկինում, այսինքն ինչ-որ տոնորեր, արևներ, ես չգիտեմ այդ բաները, որ փուլերով էր արվում, պարգևավճարների տրամադրումը, շարունակելու եք նախկին ոճը, թե ինչ-որ բան այդ հարցում փոխելու եք։ Շնորհակալություն, բարեկրթության վերաբերյալ մոտեցման առումով որոշումը իմն է, վարչությանը եւ խմբակցությանը, այսինքն ես միայնակ չէի կարող խմբակցության անունից խոստանալ, որ մենք կլինենք բարեկիրթ, եթե դա չլիներ խմբակցության որոշումը։ Պարգևավճարների առումով դուք գիտեք, որ կա ներդրված համակարգ կառավարության կողմից ներդրված, որը հիմնված է կատարողականի գնահատման վրա եւ ազգային ժողովը դրա մաս է։ Սա է շարունակվելու։ Այսինքն այս առումով փոփոխություններ չեն լինելու վերջին ամիսների համեմատ։ Եվ մի կանչացել, եթե կարելի է որոշում ունեք արդեն ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նշանակման հետ կապված, որովհետև այդ մասին տեղեկություններ կային, եթե կա։ Այո, ես արդեն ստորագրել եմ համապատասխան կարգադրությունը եւ Դավիթ Համբարյանը կնշանակվի ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, Դավիթ Համբարյանը նախկինում եղել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, եղել է ներքին գործերի, եղել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, եղել է ներքին գործերի նախարարի տեղակալ։ Համեցեք։ Կամ ներողություն, պարոն Մակարյանին էի խոստացել, բայց լավ, ձեզնից հետո։ Համեցեք։ Պարոն Գուբինյան, դուք անցյալում աչքի կնեք կոշտ պրեպարաբանությամբ եւ դա մի անգամ չէ, որ հասվել է եւ լրագրողների հետ հանդիպումներում եւ հենց ամբիոնից։ Հիմա փաստորեն փոխում եք ձեր իմիջը, դուք կկարողանաք ամբողջ ազգային նոր գումարման ընթացքում պահել այդ իմիջը, այդ նշաձողը պահել եւ ավելի հավասարակշռված խոսնակի օրինակ ցույց տալ։ Շնորհակալ եմ, գիտեք, իմիջը սուբյեկտիվ եւ խաբուսիկ բան է, որովհետեւ մեկի համար մեկը գնահատվում է որպես կոշտ, մյուսի համար ոչ կոշտ։ Տեսեք, դուք ասում եք, որ ես աչքի եմ ընկել կոշտ հռետորաբանությամբ, բայց ես ձեզ կասեմ, որ ես համաձայն չեմ, ես կասեի, որ ես աչքի եմ ընկել շատ բարեկիրթ հռետորաբանությամբ։ Այս որ ճաշակի հարց է, դա կամ մոտեցման հարց է, ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները կարող են կոշտ հռետորաբանություն կիրառել, սուր հռետորաբանություն, բայց կարևորն այն է, որ այդ հռետորաբանությունը չհատի զրպարտության, զազրախոսության եւ անբարեկրթության կամ պարզ անդաստիարակության սահմանները եւ բնականաբար ես մնալու եմ այդ սահմանների մեջ, մենք մնալու ենք այդ սահմանների մեջ եւ ակնկալում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները եւ ինչու ոչ, նաեւ մեր սիրելի եւ հարգելի լրագրողները կմնան այդ սահմանների մեջ։ Շնորհակալություն, պարոն Մակարյան, համեցեք։